ՊԵԿ-ից եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՌԴ-ից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք։ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով Հայաստանի Հանրապետություն երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ են մուտք գործել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Նախորդին ադրբեջանական կողմից նշել էին նաեւ, որ Նիդերլանդներից ներմուծվել են $960 արժողությամբ հայկական ծագման վարդեր։ Ըստ ադրբեջանական օրենսդրության ներմուծման ժամանակ ապրանքի ծագման երկիրը համարվում է գործընկեր երկիր։ Հենց այդ պատճառով էլ վարդերը արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված ապրանք։ Ապօրինի պահվող Զենք զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Զենք զինամթերք է թողնում Վարդաշենի փողոցից Գերեզմանատուն տանող ճանապարհին։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ԱԿՍ տիպի ինքնաձիգ, որսորդական 2 հրացան, F1 տիպի 2 նռնակ պայթուցիչներով, տարբեր դրամաչափի 391 ամփուշտ եւ որսորդական հրացանի մասեր։ Հոսպիտալացված սուր շնչառական վարակների դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն 2026 թվականի ապրիլի 6-ից 12 ընկած ժամանակահատվածում նկատվել է ծանր սուր շնչառական վարակների նոր դեպքերի զգալի նվազում։ Դրանց թիվը կազմել է 57, ինչը 39%-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Ըստ տարիքային խմբերի բաշխման դեպքերը գրանցվել են երկու խմբերում՝ 0-ից 4 տարեկան երեխաների շրջանում 58% եւ 5-ից 14 տարեկանների շրջանում 42%։ 0-ից 4 տարիքային խմբից 6 երեխա հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Գիտությունների ազգային ակադեմիան բացվել է ուսուցում Ռուսաստանում 2026 երկօրյա ցուցահանդեսը, որի ընթացքում հայ դպրոցականները եւ ուսանողները կարող են տեղեկություններ ստանալ ռուսական համալսարանների ուղղությունների եւ մասնագիտությունների վերաբերյալ։ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեսթվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը լրատվամիջոցներին ասել է, որ ցուցահանդեսին մասնակցում է 1 տասնյակից ավելի ռուսական բուհեր։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։